Ահա մեր առավոտը սկսում ենք այս ձևով ձվածեղ եմ անում Ալեքսը սուտի իրար հետ կնախաճաշենք ու գնադը բրոց Բարև շուշացիերը բաժանորդար ոնց է կարող ես արդեն գնում դպրոց Հակար ապրեք շատ մնացած դու գացի շիրելիներս այ հիմա դեմքով համ ձեզ ասեմ բարի լույս համ լվացք եմ միացրել մի խոսքով էլի տան գործեր մանավանդ որ մի տեսակ ուզում եմ տեղափոխված ելնեմ վերև դրա համար մի քիչ խաղում եմ այսօր առավոտից ուզում էի գնամ զբաղվեմ թղթաբանությունով ուրեմն եղանակն այնքան լավն էր այնքան ընտիր գիտեի որ դե անձրևային առնելու բայց ասեցի անկողինը հանեմ գցեմ լվանամ ու մինչև ինքը կլվացվի գնամ թղթաբանությունս անեմ գամ մեկ էլ մի հատ սելավ, թե ես ինչ կարգի սելավ, չապ չկա, սահման չկա ու ճիշտ ծածկ ունեմ, ծածկի տակ կփռեմ իմ լվացքը, այնպես չի որ սենց մոլորել եմ, չգիտեմ ինչ անեմ, փառքաստու սեփական տունա, պայմանները կա բայց թե սովորական եղանակին երկար բարակ ռոլիկին փռած լվացքը ասեք որ ուրիշ բանա համենայն դեպս իմ համար ուրիշ զգացողություն է շատ սիրում եմ որ մի խոսքով էլի մի գծով մի երանգով սիրում լվացքս փռում եմ տպավորությունը նենցա ոնց որ խոր աշուն լինի 3 տեսակ բարակ էի հագել այսօր շատ տաք եմ հագել, էսա երկար դասամիջոցա, Ալեքսիս էլ ուզում եմ կուրտկեն տանեմ, որովհետև եղանակը շատ ցրտեց ու վախում եմ, որ գալուց չմրսի, հիմա գիտեմ, կասեք շաքար չի հալվի, ես չի, բայց թե ես այդ տեսակն եմ, չգիտեմ։ Ուրեմն ուզում եմ մի քիչ տպավորություններ երեկվա մասին պատմեմ, թե ես այն ինչ զգացողություն եմ ունեցել երեկ, թե այն ինչ թե այն ինչ հետաքրքիր րոպեներ եմ ապրել, ես միգուցե շատերիդ համար սովորական թվա, միգուցե սենց, միգուցե նենց, դե մարդիկս մենք բոլորս տարբեր ենք, ժողովուրդ երգը Ալեքսի համար ուրիշ է, իմ համար էլ լրիվ ուրիշ է, այդ երկն է, որ ինձ ապրացնում է, այդ երկն է, որ ինձ սենց թևերս, այս վիճակից սենց բացում է, դրա տակ լիքը տողատակ ես կան, ինձ թվում է հասկացողը կհասկանա, գիտակցողներ կգիտակցի, ինչ եմ ուզում ասեմ, բայց փառք Աստծու, մեր վերջին երգի դասը եղել է դեկտեմբերի կամ 18 կամ 20 ու վերջ, մենք իրար հրաժեշտ ենք տվել, դե ամբողջ հունվարը մինչև փետրվարի առաջի շաբաթ մենք եղել ենք Երևան, ընդեղից են կոմեկա մի տեսակ ուրիշ, գիտեք, խնդիրներ ունեի, չեմ բարձրաձայնում, չեմ ուզում, նորից հիշեմ, դրանից հետո եկավ Ալեքսիս ծնունդը, Ալեքսիս պապան ու էլի անընդհատ սենց ու ես որոշեցի, որ մարտի կեսն էր դեռ, 20-ից հետոներ, զանգեցի ընկեր Գայանեից, որ մենք ձեզ չենք մոռացել, ուղղակի մեր պապան եկել է, չի լնելու են, ինչը որ մենք սիրուն ձևով գալից գնում ենք, էլի, ասենց Անահիտ ջան, եկեք վերսկսենք ապրիլի 1-ից, դե մեկը չստացվեց համերգ ուներ, զանգեցի հետաքրքրվեցի,
ինքն ասեց Անահիտ ջան, մյուս շաբաթ բանեց, մյուս շաբաթը 2 շաբթիներ, այսօր արդեն դե 3 շաբթի։ Ու մենք գնացինք երգի։ Երբ որ մենք գնացինք երգի, ժողովուրդ, ես շատ խառը մտքերով գնացի, այս պահի համար գժվեմ գ։ Շատ խառը մտքերով գնացի, որովհետև իմ երեխեն 3.5 ամիս, որ ասում էի Ալեքս ջան, երգի ասում էր մամա, ես հավես չունեմ, ինչի պիտի երգեմ որ, սենց մի տեսակ պահի տակ, որ ջղայնանում ելա, սենց անում, ասում էի լավ, չէ որ ես հոգնում եմ, միգուցե Ալեքսս էլա էլի հոգնել, շատ սենց հետևից արի չընգնեմ, որ եղածնել չկորցնեմ, հա, այս ջրիցենը այսօր գրես ազդման մի այլ կարգի, որովհետև ոնց հասկանում եմ ճնշում եմ, ու դեմը պիտի որ առնեմ, էլի, տեղս մի քիչ ուշ եմ խմել։ Մի խոսքով, ընթացքում եղել է, որ մաման էլի համոզացնելով, ասում էի այ մամ, հլա, արի երկացրու Ալեքսին, Ալեքսս մենակ բարով արագիլ էր երկում, ոչ մի երկը չէր երկում, ես մտավախություն ունեի, ասում էի վսյո, այդքան երկերը մոռացավ, նենց է սովորել եմ ես իմ ինչ չենք, երկերն է մոռացավ, վսյո, այդքան ամակ աշխատանքս ջուրը թափվեց, ես իմ գնանք երկի, մի ամիս ավել պահանջվի, որ դրանք սաղ հետ բերենք, երեկ գնում են երկի, ճամփին ոչ մի բան չեմ ասում, իրա տրամադրությունը չեմ գցում, նախ ինքը չուզելով չէր գնում, ինքը շատ հավեսով էր ուզում էր որ գնար, ինձնից առաջ էր քայլում էր, մամա շուտ արա, մամա հանկարծ չուշանանք, սենց մեր հավեսով, մեր հաճույքով գնացինք, ընկեր Գայանեից հետ 2 տող փոխանակեցինք ու իրանք անցան իրանց պարապմունքին, ես էլ իմ համար մտքերս ալեկոծված նստեցի, հենց ալեկոծվել, ասի սև ծով է հիշեցի, այս ինչա, զգում եք չէ, ոնց այսօր իմ դեմքը այտուցվել, չեմ էլ հասկանում ես ինչն է պատճառը, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, հետևորդ ասի, մի հաճելի անձնավորություն գրել աղջիկ ջան, հետևորդս որն է, հետևորդը հարգելի հետևորդներ ջան, բարեկամներ ջան, հարազատներ ջան, օնլայն հարթակում, եթե ես էլ հետևում եմ որևիցե մի էջի, ես էլ եմ համարվում հետևորդ, հայերեն հետևորդ, ռուսերեն պատպիսչիկ, ինձ թվում է ոչ մի վատ բան, ես ձեզ չեմ ասում, չէ, միտում էլ չունեմ ասելու, որովհետև դուք իմ հարազատներն եք, դուք իմ բարեկամներն եք, ստեղ թեքվեցի զրույցից, պահի տակ հիշեցի, որ նենց զարմացել էի, որ նենց գրավում էր գրել։ Հիմա հետ ենք գնում դեպի մեր երկի պարապմունք։ 2 տող փոխանակելուց հետո, այս ընկեր Գայանես դե իրա մոտեցումը շատ լավն է, ինքը իմ համար իդեալական մանկավարժա հոգեբանա, լավ մարդ է ինքը շատ, ես ուրախ եմ, որ ինքը կա մեր կյանքում, հենց իմ կյանքում էլ, ոչ թե մենակ Ալեքսի, հենց իմ կյանքում էլ, ու հետևորդներիս ու բարեկամներիս ասեմ, ասում Ալեքս ջան, ոնց ես, լավ, ընկեր Գայանն եմ, սենց ձևերի մեջ մտած, ասում Ալեքս երկերը հիշում ես, ասում հա, սենց բանով, բայց ես, որ ասում հոգիս դողում է, անհանգիստ է էլի շատ ինչա կատարվելու, ինչն է հիշելու, արդյոք գոնե մի բան հիշելու է, որովհետև 3.5 ամիս ինքը հեռախոսի բոլոր երկերը երկել է, բացառությամբ իրա սովորած երկերը, վայ, ձենդ, ու սրտիկներիս ասեմ, սկսեցին պարապել, ես չգիտեմ, որ երորդ երկնքում հայտնվեցի, 7-րդից էլ բարձր,
Իմ տղեն հիշում էր գրեթե բոլոր երգերը, բոլոր երգերը, պահեր կար, որ շպկելու կարիք էր ունեմ, բայց այն որ ես մտածում էի, որ վсё, լրիվ մոռացել ա, սենց, արիմա տատանց տանն էլ, որ ասում էին մնա էլ երկուշաբթի իրիկունը կգնաս, ասում էի չէ, ես պայմանավորվել եմ երգի ենք գնալու, նենց էլ ոչ մի բան չի հիշում, ես վախում եմ, այսքան ամակս ջուրն էլ մի բան, սենց բաներ, դե ինձ բարեկամեն, ինձ հարազատ են, իմ համար նշանակություն չունի, որ իմ հորս ու մորս բարեկամները չեն, այլև ամուսնուս, չէ, ես իմ ամուսնու բարեկամներին էլ եմ սիրում հարգում, ովքեր էլ, որ պարզադե փոխադարձա, չէ, ու էտա ասավ դե լավ գնա աղջիկ ջան, հա, սենց բաներ, ու երբ որ երգեց Ալեքսս, ասեցի, չէ, այսօր ձայնագրություն չկա, ոչ մի բան չկա, չմոռանամ կոֆես խմեմ, այս իմ առաջի կոֆեն ա, այսօր մամայի հետ չենք խմել, էտա մեկ էլ մի ստեղ ես ասոց կայքերը սթորի եմ դրել, սենց մի քանի րոպեով, հա, սենց ձայնագրություն արեցի, ուղղակի, երբ որ սիրտս թրթռաց, ասի լավ կոնե ձայնագրեմ, սթորի կդնեմ, հավես էր էլի, պահի տակ հավեսս եկավ ու սենց, ոնց էր չէ, գնում նստում համերգին, նայում լսում ու սենց լավ զգում, չգիտեմ ինչի ես գիտեի, որ նոյեմբերի 8-ին ա Տաթև Ասատրյանի համերգը ու պարտադիր պլանավորել էի, որ գնամ, են էլ են օրը Լիլիթիս հետ խոսում էի, ասում այան այդ անցել ա հուլիսի 8-ին էր, ասում եմ բա ոնց եմ ես դեն չփոթել, շատ մեծ հաճույքով ուզում էի, որ պարտադիր գնացած լինեմ ու արդեն իսկ ժամանակն ա էլի, որ Ալեքսիս էլ տանեմ տենց տեղեր, ովքեր կասեն ուշա, դեռ մի բան էլ ուշացրել ես, մեր մոտ ես գտնում եմ, որ նոր է ժամանակը ու ուզում եմ, այո, համերգ կլինի, թատրոն կլինի, կինո կլինի, ափսոս մեր մոտ չկա այդքանը, բայց Երևան գնալու դեպքում, երբ որ արդեն կգնամ ու երկար կմնամ, այս անգամ մի քիչ ուրիշ ձևով եմ այդ մեր շրջագայելը վերափոխելու եմ կինո, թատրոն, մի քիչ ուզում եմ արվեստի մեջ էլի, սենց խորանա Ալեքսը, հասկանա կինո գնալն ինչ ա, թատրոն գնալն ինչ ա, համերգ գնալն ինչ ա, ինչքան ուզում ա ծախսատարելնի եմ, որ ասում եմ, կեսիցս պոկվելու եմ, բայց անելու եմ, որովհետև այսօր լավ գիտենք, չէ, որ մի հատ համերգ գնաս կամ կինո մինոն դեժան ա, բայց եթե լավ հայտնի երգչի աստղի համերգը գնաս, պարզավոր երբեք էժան չես գնա։ Մի խոսքով, ես ինձ զգացի իմ տղումենա համերգին, նստեցի, վայելեցի, բարիս ուղիղ իմաստով, ճիշտ եմ ասում, բարիս ուղիղ իմաստով ու ուրախ զվարթ եկանք մեր տուն։ Այ այդքան բան ես կարամ ասեմ, սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ թղթաբանություն ունեմ, վայ ես պիտիկները, այսօր էլ թղթաբանություն ունեմ, լանդաղից ոնց ածենները գալիս, ու անձրևն ենցա շրպում, են որ չես ուզում տանիցդ ոտքդ անգամ դուս տնես, այդ ձևի անձրևա շրպում, մեր լորեցիները տենց կասեն, կամ շպում, կամ մի խոսքով։ Դրա համար այսօր թողամ, վարագույրս տվել եմ կարելու, ինչքան ուզում ասել ավելնի, ստեղ մոտ ա, գնամ վարագույրս բերեմ, մի ձևով հարթուկ, մարդուկ, մի խոսքով էլի սենց բաներ, ու ան գործերով ուզում եմ տեղափոխվեմ
որովհետև պատճառ ունեմ, հետո կասեմ, երբ որ պահը կգամ։ Դրա համար իմ գործը չի հատնում։ Ես իմ գլխին միշտ կարում եմ հերթով, շարքով, կարգով գործերը ստեղծեմ մեկը մեկի հետևից։ Ջան, ես խմեցի իմ սուրճը։ Հիմա, երբ որ երեկ ես հագամ իմ սրտի կիսուղար կաչորը, այդտեղ էլ տեսա, որ նիհարել եմ։ Ճիշտ է, երբ որ Նիկան եկավ, ես ավելի նիհարեի։ Նիկայի գալուց հետո իմ կորցրած կիլոգրամներից 1.300-ը հետ է եկել իմ մոտ, անկոչուրի պես։ Ամեն դեպքում էլի դեռ նիհարես չէ, ու հիմի արդեն, որ ավելի խիստ ու կոնկրետ եմ էլի, նորից անցել իմ հին ճանապարհները, ուզում եմ անցնել իմ դեպի հին ճանապարհը։ Ինձ շատ է գրել, որ Անահիտ ինչ-որ մի բան ես ուտում կամ խմում, որ նիհարում ես։ Ոչ մի տենց բան ես չեմ անում, ուղղակի կատեգորիկ ձևով հրաժարվել եմ հացից, խմորեղեն շատ, եթե օրինակ պատահի սիրտս ուզի մի կտոր, դե որ Նիկան ստեղ էր թխում էի, իհարկե էլի չափը կար, այնպես չի որ մեկը, երկուսը, երեքը չկար նման բան, հետո բալանսավորված սնունդը ամենաճիշտն է, ես ուզում եմ հնարավորինս հետևողական լինեմ, բալանսավորված սնվելուն, շատ զրուցել եմ սննդաբանների հետ, իմ հետևորդների մեջ էլ ինձ բարեկամ դարձած Անահիտ ունեմ, ով իմ համար գրել է դիետա, բայց դեռ չեմ սկսել փորձելը, դեռ դրան չեմ հասել, պահը կգա կասեմ, բայց ժողովուրդ նիհարելու համար մեկ գաղտնիքը գոնե, եթե շատ շուտ եք քնում 6-ից հետո, իսկ եթե իմ նման ուշ եք քնում 7-ից հետո ոչ մի բան պետքա չուտենք, կարաս թեյ խմես, իհարկե ոչ տորթով, կոնֆետով, չգիտես թե ինչերով, ես չեմ հիշում ինձ քաղցրով թեյ էլիս, որպես օգնեցնեմ մեկի տեղը 2-3 գթալ, չկա նման բան, ես թեյը սիրում եմ դափ-դատարկ, կամ օրինակ մուրաբայի մի հատիկով, դե թում կլինի, թուս կլինի, կամ մի հատ փոքր կոնֆետով, էդ էլ հազվադեպ, իսկ հիմա թեյս վերափոխել եմ, ավելի բնական թեյ, նա ինչ կլինի, վերջը ինչ համով միրգ կլինի, լցնում եմ եռմանջրի մեջ, թողում եմ թրմվի, տենց խմում ես, ենքան համով առնում, ենքան յուրահատուկ առնում, պատկերացրեք, որ քաղցրի կարիքը չի էր զգացվում, այնպես չի, որ ես շատ քաղցր ուտող էի, ու հիմա սենց քաղցրի պահանջ ունեմ, չէ, պահի տակ սիրտս, եթե կուզենա մի կոնֆետ կօգտվեմ, կուզենա օրինակի համար my любимые ֆինիկի, ենքան շատ եմ սիրում ես այդ ֆինիկները, իրանց եմ ուտում, չրեր եմ ուտում, շատ հազվադեպ իհարկե, դե մուրաբաներ չեմ սիրում, ես երևի մի 3 տարի կլինի արդեն, մուրաբա չեմ փակել, բայց արդեն ես գարուն, որոշել եմ ամեն մրգից ու հատապտղից մի կիլոգրամով փակեմ, դե որ տունը ալնի մեկ պետք է գալիս ունենամ, այդքանը ես հատուկ ոչինչ չեմ անում, ջուր խմելն ու հաց ուտելն եմ փորձում ճիշտ անեմ, լավաշ, հաց, ճիշտ է էլի նույնն է, բայց ես օգտվում եմ լավաշից, էդ էլի չափի մեջ, այդքան բան կարամ ասեմ, ու էլ ոչ մի ավել բան, հիմա քանի որ երկար դասամիջոց է, ուզում եմ գնամ Ալեքսիս կուրտկեն տանեմ, որովհետև շփումը անձրևը մի այլ կարգի, ու գամ տեսնեմ որտեղ ենք հանդիպում,
Այնպես որ սիրելի հետևորդներ ջան, ձեզնից ես գաղտնիքներ չունեմ, ոչ մի եսին ինչեր թե չեմ անում, սովորական իմ հացն եմ ուտում, մեր օրգանիզմին շատ պետք է բալանսավորված սնունդը, ճիշտ համադրելը մեկը մյուսի հետ, ու միշտ ասել եմ, մեր ափսեի ուղիղ կեսը պետք է առնի աղցան, երևի թե հենց այդ ճիշտ բալանսավորված սնունդն էլ չի թողում, որ առաջվա նման շատ վրճելի։ Հետո իմ սննդակարգից հանել եմ, օրինակ սիրում էի, որ կարտոֆիլ խաշեմ ու իրան պանրով, վարունգ պամիդորով վայել եմ, այդ պահը հանել եմ, մակարոններից շատը հանել եմ, Ալեքսներ շատ սիրում, ես ինքս մակարոն չեմ սիրել, Ալեքսի պատճառով էի սարքում, բայց հանել եմ, քանի որ Ալեքսին էլ չի պետք, մի խոսքով փորձում եմ, քանի թարմ կանաչեղենը կա, բանջարեղենը կա, սնվենք առողջ, դրանից լավ բան։ Հիմա իսկը կանաչեղենը, երեք մի մեծ տոպրակ կանաչեղեն եմ առել ու այդ ենք ուտելու, հետո հատիկավորներն են մեր սննդակարգում կարևոր ու պարտադիր ու պետքա կան։ Մի խոսքով, ես միշտ ասել եմ, մեկ-մեկ, եթե հարցեր ունեք, գրեք, կանրադառնամ, թեմա կդարձնեմ ու մի քիչ ավելի ծավալված կխոսենք, կզրուցենք, մեկս մեկիս կօգնենք, ստեղ են չէ ասում, իրար օգնենք, որ չհոգնենք։ Մի խոսքով ես գնացի իմ գործերով, դուք էլ ձեր ու հլը տեսնեմ, համ վարակույրս բերեմ, համ տղուս կուրտկեն տանեմ ու տեսնեմ որտեղ կհանդիպենք, գնացի։ Այստեղ ես ձեզ ասում եմ, տադամ, վայ, ենքան ուրախացել եմ, ենքան եմ ուրախացել, չապ ու սահման չկա ու եկել եմ բարձացել վերև, անկողիններս փոխել, իմը լվացել եմ, Ալեքսինս դեռ չէ, էսա բերելու եմ, իմը փրեմ, ես էլ իրար հետ ենք, չէ ասելու, արով մաշենք, հազարը մաշենք, երեխեք ջան ցույց է տալիս, որ 40 աստիճանով, հա, ես կարամ իրան լվամ, ես դեռ չէ էլ նայել, մտածում էի 30-ը նորմալ է, ջեպս տնեմ, հետո կհանեմ, է չունեմ ջեպ, վայ, չունեմ, ստեղ է չունեմ, լավ ձերիս կպահեմ, ու ստեղ են չէ ասում, շնորհակալ եմ Աստծուն, իմ կյանքի համար, հարազատ մարդկանց, այսքան սիրո համար, ինքան սիրունո, վերջ, նոր սենյակում, նոր պոլիշոր, սաղ նոր, Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ, իմ ամեն լավ օրվա համար, իմ ամեն լավ պահի համար, ոնց կարամ շնորհակալ չտնեմ, կահույքս եմ մաքրել նորից, պլը պլացրել, այսքան տեղը մի քիչ կատակ, տրամադրությունը շատ է բարձր, ոնց ցույց տամ, լավ, էսա կշրջեմ, ահա, սիրուն բալաններով,
իրան կախել եմ, հելը։ Նիկան ասում էր, ես չգիտեմ, դու ինչ ես ուզում առնես, Աննա աղջիկ, նենց բան կառնես, որ արևը չփագի, ասել եմ, ոնց ասես, ճիշտը որ ասեմ, սիրելի հետևորդներ ջան, այս կարնեզը կարծեմ շրիշակներ, չէ, հայերեն չեմ հիշում, կարնեզը ծերից ծերա, ու ինքը պատալոչնի է, եթե նկատեցիք, ինչի էի տենց ուզել, նայեք ինչ հաճելի համադրություն անտիր, գիտեք ինչի էի տենց ուզել, որ այս լուսամուտում սենյակի մի տոն, նույնիսկ ես կասեի 2 տոն, բաց, սենց ծյումանման ինչ-որ թե վարագույրը կախեի, այս 2 կողքերից, արդեն պատերի կողմից, ուզում էի տյուլի կամ կտոր առնեի, բայց կտորը մի էլ չէ, մի տեսակ կտորը ոնց որ արդեն իրա դարը ապրել է, ճիշտ է շատ կան դեկորատիվ սիրուն կտորներ, բայց թե չէ, էլի արգանզայով կամ ինչ-որ հետաքրքիր գործքով ես իրա 2 տոն բացու մուքը, սենց ասեմ, հաստ ու բարակով կախեի, բայց թե ես այս վարագույրը գնել եմ 5 մետր, եկեք շրջեմ, քանի չեմ սրբել ոտքերից տեղերը չտպվի, ասեմ ու գնամ դալշե, տեղ են չէ ասում, նայեք աղջիկներ ջան, նայեք, որ սանտիմետրը վերցնեք ու այս վալանների հեռավորությունը չափեք, հաստատ ոչ մի միլիմետր անգամ սխալմունք չեք գտնի, որովհետև ամեն ինչը մտածված, նորմալ, ակուրատնի սիրուն կախել եմ ու խոսքս այս բաց հատվածի մասին էր, ապակիների տարածքում ուզում էի էլի սենց խիտ վալաններով կախեի պատերի երանգի 2 տոն բացը, որպեսի սենյակս չմտնի, փառք Աստծո, հիմա էլ չի մտնել, էսա հեռու կպահեմ, կտեսնեք, իսկ այս հատվածը մինչև դեպի պատի անկյունը արդեն մուքը ու հետո, տարիներ հետո, որ սրանից կհոգնեմ, այդ ժամանակ էլ նորավոճ բաներ դուրս եկած կլինի, կանեմ, իսկ հիմա Աստծուն ենքան գոհ ու շնորհակալ եմ, որ ես վերջապես, ես չգիտեմ, թե քանի տարի եմ երազել, որ այսքանին հասնեմ, սիրելի հետևորդներ ջան, տեսեք, ես էլ եմ լավ սիրում փայլացրել, մաքրել, բայց թե սա էլ է, էլի, իրա դարը ապրել է, երևի մի 40 քանի տարեկան է, մեր տունը այդքան է, երևի 43-44 տարվա պատմություն ունի, հա, կոնկրետ այս պահարանի դռները, տան հետ միանգամից կեսրարը սարքել է, ու արջևում ես եմ ուզում փոխեմ, բայց թե այս պահին ֆինանսի պայոտ ռամանսի, իսկ ընդհանուր սենյակիս տեսքը, ասեք, որ շատ ես իմ սենց ես ինչ չի, բայց շատ վատն էլ չի, շատ լավն է, ոսկե միջինն է, այս տեղի համար փոքր, սենց ես շինշիլայատիպոտ կովրիկ էի ուզում, են էլ էլի զգացի, որ գումարս չի հերիքելու, դրա համար էտ էլ հետո, որ կգնամ ամառը, ոնց լինի կառնեմ, ընդհանուր սենյակս ես տեսքն ունի, սիրելի հետևորդներ ջան, սիրուններ ջան, էսի մոծան էլիքն շատն արդեն վերջացած, ես Ալեքսինս, սրանք արդեն կարելի ասել սա չկա, այս Անուշի սուղարկածնա, ընքան լավնա, որ քիչ-քիչ եմ օգտագործում, սրանք էլ էլի կարելի ասել չկա, որովհետև Ռուսաստանից վերածնա, տեսեք, շատ քիչ է մնացել, մի խոսքով, ես էլ այսպես, ես էլ իմ սենյակի պատմությունը,
որ ինձ այսքան տանջում էր ու հուզում էր, ես էլ էի էլի ուզում սիրուն սենյակում քնեմ, զարթնեմ, մի խոսքով ու Փառք Տիրոջը իմ երազանքներից մեկն էլ կատարվեց։ Այս էլ շինշիլայի գինը եք ինձ հարցնում, ես ոնց բացատրեմ, կա սրանց, եկեք տեսած խցիկը շրջեմ ու ասեմ, ուրեմն կա այս ծածկոցների երկու տեսակը, վաճառականները համենայն դեպս տենց են էլի ներկայացնում, և օրիգինալ տարբերակը և սովորականը, օրիգինալն արժեր 10,000 դրամ, սովորականը արժեր 5,000 դրամ ու ասեք, որ ես գտնում եմ արժե տալը, որովհետև 10,000 դրամ այսօր շատ մատչելի է, այն տաբուրետկեն ինձ օգնում է, որ փայլացնեմ, մի խոսքով պահարան բացեմ, այդ պահարանեմ գործ ունեի, դրա համար մնացել է այնտեղ, որ ես եմ, սիրելի հետևորդներ ջան, հլա որ այդ շինշիլայից զուտ իրա տեսքի համար գոհ եմ, հետո թե ինչ կկատարվի իրա հետ, ես այսպես ասած չեմ կարա ոչ մի բան ասեմ, ինչ էլ կկատարվի, այնպես չի, որ տվածս ես թե ինչս կայական գումարա, որ ես ասեմ, բա ես կոմ, ես մինչև պիտակի վրա կարդալը, ասում էի կլվանամ 30 աստիճանով, բայց փաստորեն 40-ով ապետքլվար, ավեքսս ես ակհալու ժամերնա, ու մտածում եմ գատենա ներքևի դուրը փակել եմ, էլի ասելու եմ մամա, ինչի պտի ես ստիպված գնամ հարևանի տուն, այս վերջերում վիրավորվում է, որ ես իրան թողում եմ, որ ինքը գալիս է տենում, տանը չեմ, շատ վիրավորվում ու նեղանում է, մի խոսքով, հիմա սեղանս է փայլացնեմ, փոշին վերցնեմ, հետո հատակներ մաքրեմ, այս գիտեք ինչքան վախտա այնքան վերև ներքև եմ արել, որ այդ սենյակը սկսեմ հավաքել, երեկ Ալեքսն ասում է, ես էլ չեմ ուզում ներքև քնեմ, ուզում եմ բարձրանամ վերև, ճիշտը որ ասեմ, ես էլ եմ ուզում, որովհետև այս մեր լորին այնքան խոնավ է, այնքան շատ խոնավ, որ այս անձրևային եղանակներին սենց մանավանդ առաջի հարգում, որ մնում ես չեն, խոնավը մի տեսակ ոնց որ սենց ներխուժի ոսկորներիդ մեջ ու քեզ վատություն անի, սենց ասեմ, սրանես այնքան մեծ է, որ սենց նայում ես, այնքան բան եմ ուզում, բայց թե ես սեղանս էլ արդեն հինացել, ոճը կորցրել, բայց թե ինչ ունեմ, էլի գոհ եմ, ժամանակին էլ սրանք եմ, չէ շատ հավանել առել, դրա համար շատ սիրուն է նայվում, շատ լավ է նայվում,
Կոլերը սրբեմ, փոշի աջերով փայլացնեմ, իջնեմ ներքև, Ալեքսիս գալու ժամն է արդեն։ Ուրեմն այդքան վերև ներքև վազվզելուց հետո, տանել բերելուց հետո, այստեղ հանել եմ մի լվացքը, Ալեքսը տուն ա եկել, ման սոված եմ, ու այս պահին փրկության ա եկել, ներփաբլիթները մեր ու տղա վայել ենք, տանեմ լվացքս փռեմ, ու տեսնեմ էլ ինչ ենք անում, Ալեքսն էլ մի քիչ հեռախոսով խաղա, հետո իրար դասերից մի պուճուր անենք ու տենց շարունակա։ Ուրեմն այն ուժեղ անձրևից հետո հլա ինչ պայծառ արև ա բացվել, ստեղ մի երկու թուղթուգրիչ են կարել, թեյ էի դրել, լավ էսա մի րոպե, շտոտիլի վրա դնեմ, ուրեմն թեյ էի դրել, ասեցի, որ այդքանից հետո մեր տղա թեյ խմենք, մինչև այս ոնց որ իմ այն ավազի ժամացույցները կան այն որ շրջում ես ու գիտեք մի խոսքով ինձ հասկացաք, ես էլ սա որ լիքը լցնում եմ ու ամենամարմանդ կրակին եմ թողում, ոնց որ այդքանը հերիք ա, մինչև Ալեքսի հետ զբաղվենք, հետո բերերիվ, հետո էլի, մի խոսքով էլի սենց, մեկ էլ Ալեքսն ասում ա մամ, հոգնեցի, ես գնամ պարկ եմ, տանջեցի ես Լինանին, այ, նքան հաստակը լեպը, ասում ա ես գնամ պարկ եմ, դու ինձ շուտ ծածկել եմ, դե դեռ տեղափոխությունների մեջ եմ, չէ, շորեր ունեինք էլի տարաբերև, ասի գամ ու չայ խմենք, որովհետև ցուրտ ա, մի այլ կարգի ցուրտ ա, են թե ինչ կարգի, համի ասելու եք, թե ես Անահիտը, ասում ա չայ խմենք, բախի ա մի հատ լցնեմ, որովհետև տենց ա, իմ չայն էսա, ինչ միրգ ուզում եք լցրեք ու խմեք, շատ համով ա, ու ավելի առողջ, քան թե չայերը, համիստ է նայեք, մի գիտինամ քնել ա, իմ սիրուն, ստեղ կամացից հավաքում եմ, մնացել ա էս, սենց հանել եմ, տարել եմ, ինքան է ցուրտ ա, այս հասցը վիդրից վրից մի հատ էսա եմ հագել, այդքան ցուրտ ա, քանի որ այս ընթացքում դե բոլորս էլ գիտենք, չէ, որ մոսպաներ են թյոնայել, մեր մոտ էլ այս ողջ ամիսը այս սենց ա, հիմա մի հնենց արև ա բացել,
Մենք արևաբաց է, ոնց որ թե մի 20 աստիճան տաք է։ Այս թե տենց բան չկա։ Շատ չէ ցուրտ է։ Ցեպով խփեցի։ Գտիս։ Մեր համար կարդում ենք մակելացրի մատատիկը Ֆրանգելա ասմա բայց ես ուզում դուք ես մեզ քո սենյակը ցույց տաս Էտա շորեր ունեի համ տարա համ էլ առանձին տենց սիրուն մանրակրկիտ ձևով նկարեցի ու ցույց տվեցի Կիտրոննավոր թրթռումը տեսեք ինչ անեմ Ջոն այնքան հոմովա ու այնքան լավն է այս ցրտի հետ իսկը Այնու ասմա իսկը դզմա այս այդ պահն տակ կիտրոնի թեյ Ամառը դեռ չեկե այսքան գործ եմ իմ համար ստեղծեմ այս ամառ պարտադիր քանդելու եմ ամբողջ բրդերս համ տեղափոխել եմ համ մտածել վերմակներից կսկսեմ բարձերով կավարտեմ մեր մոտ հետ չգիտեմ ոնց որ թե կա քիմ մաքրման բարձերի քիմ մաքրում եթե չէ ուրեմն պետք է մտածեմ ուզում եմ որ բարձերս քիմ մաքրման տան ճիշտ է իրանք մաքուր կոկիկ են բայց թե քիմ մաքրումը ուրիշ լավ բան է այդքան բան այսօրվա իմ գործերի շատ գոհ եմ այն ինչը որ պլանավորում էի համարյա թե արել եմ շկաֆներս պետք է սկսեմ վերադասավորել ու քանդել որ մի հատ հասկանամ ինչ է կատարվում ինչ եմ անում ինչն եմ թողում մեկ էլ թե ես խմեմ ու թաբուլ եմ ուզում սարքեմ բայց պոմիդոր չունեմ ուրեմն այգուց կսարքեմ այսօր էլ չեմ սարքի նայ թե չէ թաբուլ է սարքե բարոն կգա պոմիդոր չեմ դուս գալու էլ հեչ հավես չկա որովհետև ցեխա հիմա չեմ էլ ուզում խոսել որ թող Ալեքսը քնի ցերեկվա քունն էլ իրան պետք եթե ուզելա քնի ուրեմն դրա կարիքն ունի եկեք լռեմ ու գործի անցնեմ թե խմելուց հետո գնացի տեսնեմ որտեղ ենք հանդիպում քանի Ալեքսս քնած է սրտիկներ ջան եկեք ինչ եթե այսօրի հարցերը լուծենք հետենամ դուք ինչ եք սարքել այս կանաչիների սեզոնին ուզում ես չէ որ անընդհատ կանաչեղեն ուտես քանի որ այդպես ավելի համով է ստացվում ես որ ես եմ ես փորձում եմ հնարավորինս տենց անեմ հիմա
Տեսակ երեք ինչի ասկսել իմ ձեռքերը դողալ։ Տեսակ, որ երեք կանաչիների ասորտի յարել, տեսակ ձեռքերս ոնց դողած։ Այս լավաշներն էլ փրտված լավաշներ են ծախում, հետո որ ուրիշ տեղից էլ առնում եք, ես օրինակ ինձ վատ եմ զգում, ասում եմ տեղի, ստեղից էլ առնում ես լրիվ սենց փրտված։ Մի խոսքով։ Չստացվեն այն ինչի ես էի ուզում։ Շատ թթվասել էլ չեմ ուզում։ Քանի որ իրա համն եմ ուզում։ Այս ցրտի հետ այնա ջեռոցս միացրել են, համ տունը կտակ հանա, ձեռի հետ, համ էլ այս համովությունը գլուխ կբերեմ, խաղացինք, ոնց եմ սիրեմ, սենց խաղալը, էլ ասելու չի։ Տապակել էի, ասի մի քիչ տենց կուտենք, հետո ասում եմ լավ, բեր մի քիչ էլ ձևափոխած ուտենք, այն որ ասում եմ կարտոշկը ժարինի, պարինի, վարինի, հմին իմնա, բայց թե կանաչը ղենա միլիոն ական կարտոշկեն։ Ուզմա ժարինի հանես, ուզմա պարինի, հաստատ լավն է, ասեք, որ կա տենց բան, չէ։ Չգիտեմ, սենց Ալեքսը կուտի, թե չէ, բայց տապակած կուտի, դրա համար տապակած էլ եմ թողել, ասիտենամ, որը ոնց կուտի, ինչ ասեմ։ Ես էլ էսպես, պրտվեց էլի։ Ախր, խնդրեմ, լրիվ պրտվում է, հելա, լավ չի, եկ սրան դնեմ տեղը, սրանը դնենք ստեղ, ասում եմ շատ եղավ, չէ, ես ինչ խաբար էր այսքան, հետ չգիտեմ, սխմեմ, որ էլի չպրտվի, հելա ինչ ալ, մի խոսքով, իրանց միատ սենց հանենք, լավ եմ չէ ասում, եկեք մի քիչ էլ դեմքով էլի խոսամ, լավ եմ չէ ասում իրան միատ սենց հանեմ, պահի տակ անկեղծորեն շփվում են,
Իմ սիրունների հետ երեք էդ ինչքան ուրախացրիք ինձ, էդ ինչքան սեր ու ջերմություն տվիք ինձ, ապրեք դուք, շատ երկար ու ձիգ տարիներ ապրեք, լավ ապրեք, սիրով ապրեք, ջիգարով ապրեք, որ երգում էլ է ասում, ջան ջիգար, ջիգարով լավ օրամ, երեք էդ ձևի օրեր իմ համար, չէ որ այսօր մեզ համար մի մեծ տոնա, նավի վրա էլ էի Ալեքսիս հետ էդ երգը երգում, այս խոհանոցայինի համար էլ եմ նկարում, ասում եմ աշխատեմ էլի, էջս պասիվ եմ թողում, չեմ կարում ձգեմ, հասնեմ 100,000-ին, դա ճիշտ չէ, չէ որ այսօր մեզ համար մի մեծ տոնա, ջան ջիգար, ջիգարս, չէ, ինչ լավ բառ է, ջիգարս, սրտիկս, ոնց եմ սիրում դեղին գույնը, տնական ձվի, դեղնուցի գույնն էլ ուրիշ, լավ որ պարծենում եմ տնական ձու օգտագործելով, դե ձմեռն ենք մի քիչ խեղճանում, թե մեկ էլ էսա դաչնի սեզոնին տնական ձուն կդառնա ոսկի, չենք գտնի, մի խոսքով, բայց հելը որ ուրախ օգտագործում ենք, գնամ Անահիտի խոհանոց, երկրորդ տարբերակն էլ սիրելիներս, փաթաթելուց հետո ձու եմ քսում և ուղարկում նախորդ տաքացված ջեռոց ու սպասելու եմ այնքան, մինչև կկարմրի, վերջ, իսկան բան, անցավ արդեն բավական ժամանակ, խոհանոցում տարածվել է անուշ բույրը, եկեք կիսենք, յոսը ուզում եմ մնա ջեռոցում, քանի որ տակ մնա, այնքան անուշ ա բույրում, այնքան լավ ա բույրում, ուղղակի ընտիրություն, այսպես, այս մյուսն կտրվեմ և վայել ենք, տեսեք ինչ կոմբուրումնավ է տա, ինչքան ընտիր, լավ է ու շատ համեղ ու առողջ արար, ընտիր, խոսքերն ավելորդ են, երեխեք ջան, ստեղ համ հեռախոսն եմ միացնում, համ մերինգաներ զանգում,
Ես էլ այս համովության վերջն էի նկարահանում խոհանոցայինի համար, հլա տեսեք ինչ ընտիրա։ Ալյո, ինչ կա։ Ինչա։ Լավ է վարակուլ է։ Հա, հավանում ես։ Շատ լավն է։ Հա։ Հա։ Ես այս մի աջարդ կծածկում եմ շատ մոտ։ Չէ, այդ ծածկոցն ակու։ Չէ, ես իմ ծածկոցն է, պիտի ծածկում եմ ծածկոցով շատ եմ վրսում։ Հավանեցիր, սիրունա։ Հա, հավանեցի, սիրուն։ Դե լավ է։ Դեց ես բայ գիշեր կապի մենք շատ շուտով։ Պակա-պակա։